Բարի գալուստ ուժեղ ոդքասթի աշխարհը։ Ողջույն բոլորին, կրկին ուժեղ ոդքասթն է եթերում եւ ես կրկին ունեմ ուժեղ հյուր Հարություն Մնացականյանն է իմ հյուրը, գործարար, ֆերմեր, Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ, ողջույն Հարություն։ Ողջույն Տիգրան ջան։ Մենք երևի դույով կխոսենք, որովհետեւ մենք վաղեմի ընկերներ ենք։ Նախ ոնց ես։ Լավ, ինչպես ուժեղ։ Ես միշտ ինձ ուժեղ եմ համարել, ցանկացած իրավիճակում։ Հետաքրքիր կյանքի պատմություն ունես, ես քո գյուղատնտեսական գործարար ակին sense հետևել եմ քեզ, դրա համար կուզեմ մի քիչ դու քո մասին պատմես, քեզ ներկայացնես ինչ ճանապարհ ես անցել ու հետո արդեն անդրադառնանք մնացած հարցերին։ Իրականում ես իմ կյանքը նմանացնում եմ իմ շատ սիրելի ֆիլմի Forrest Gump-ի կյանքին, տեսել եք այդ ֆիլմը։ Բնականաբար։ Ուղղակի չգիտեմ, մտավոր հետա մնացեմ թե չէ, դա ժամանակը ցույց կտա։ Ես իմ կյանքում շատ քանի որ իմ շրջապատը բավականին մեծ է, լայն շրջապատ ունեմ ու կյանքի տարբեր ժամանակահատվածում տարբեր մարդկանց հետ ծանոթացել եմ, հետագայում այդ մարդիկ կամ պաշտոնյա են դարձել կամ որևէ ոլորտում հայտնի մարդիկ են դարձել եւ իմ կյանքը շատ հետաքրքիր երբեմն անհավատալի պատմություններով ինչ որ ընթացք է, որ հիմա էլ արդեն քաղաքականության ոլորտում ես փորձում եմ ինձ դրսևորել զուգահեռ մնացածին, բնականաբար ոչ մի բան չեմ անտեսում եւ փորձում եմ շարժվել առաջ։ Կարելի ասել ծառայությունից հետո ես ավարտել եմ ժողովի մարքեթինգը, երբ որ գնացի ծառայությունից արդեն պիտի զորացրվեի, իմ կյանքի ամենամեծ տագնապը եղել է այդ ժամանակ, որ ես մտնում եմ կյանք, ինչից սկսեմ, ինչպես սկսեմ, ոնց սկսեմ։ 2005 թվականին եմ զորացրվել եւ զորացրմանից մանավանդ վերջի օրը, որ հաջորդ օրը պիտի զորացրվեմ, այդ ամբողջ գիշեր չեմ քնել, որովհետեւ ես արդեն գիտեմ վաղվանից մտնում եմ նոր կյանք ու չգիտեմ իմ կյանքը ոնց է դասավորվելու, ուր եմ գնալու, ինչից եմ սկսելու, ոնց եմ անելու։ Եվ երբ որ զորացրվեցի, սկզբում առաջի 1 ամիսը հանգստացա, հետո սկսեցի աշխատանքի հայտարարությունները նայել, հասկանալու համար որտեղ աշխատեմ ոնց։ Հետո հասկացա, որ գիտությունը ինչքան էլ զարգանա, մարդկությունը ինչքան էլ առաջընթաց ունենա, արհեստական ինտելեկտի մասին ժամանակը նույնիսկ խոսք չկար, մարդիկ չգիտեին դա ինչ է, բնականաբար չգիտեին։ Ես հասկացա, որ պիտի սննդի գյուղատնտեսության ոլորտ մտնեմ, որտեղ մարդկությունը ինչքան էլ զարգանա, մեկը ինքը պիտի ուտի, ինքը պիտի սնվի, որոշները շատ լավ պիտի սնվեն, որոշները ոչ այդքան, մարդը պիտի հագնվի, ինչ էլ իրանից ենթադրում է գյուղատնտեսության ոլորտ, եւ ընդունվեցի սուրճ եւ հյութեր արտադրող վաճառող ընկերությունում որպես պրեսելեր, այսպես ասած, եւ 2 տարի աշխատելով իմ կյանքում տենց վատ շրջան սկսվեց, ողբերգությունների շրջան սկսեց եւ ես հասկացա, որ պիտի ստեղծեմ իմ բիզնեսը։ Եվ գործից դուրս եկա, վերցրեցի մի գազել ապառիկով, սկսեցի ուղակի սնունդ ցրել Հայաստանի մարզային խանութներում։ Այդտեղից արդեն ստեղծվեց իմ ընկերությունը, որը արդեն բավական 16 տարուց ավել է իմ ընկերությունն արդեն հիմնադրված նորմալ շրջանառությամբ ընկերություն է եւ սկսեցի արդեն աշխատել Եվրոպայի հետ։ Հասա իմ երազանքին, որ ես ուզում եմ մեծ արտահանումներ ունենամ, մեծ կազմակերպությունների հետ աշխատեմ, մասշտաբային մտածեմ։ Ու այս առումով շնորհակալ եմ Աստծուն, շնորհակալ եմ իմ կյանքին, որ կարողացա այս ճանապարհը անցնել շատ դժվարությամբ, շատ խոչընդոտներով, ինչպես գիտեք Արցախում 200 քանի հեկտար հող ունեի, հաճարի թեման է, չէ՞, հաճարի աճեցնում, հետաքրքիր մշակաբույսեր է աճեցնում, մի օրվա մեջ մի ստորագրությամբ ամեն ինչը տվեց թշնամուն եւ նորից ես 0-ից սկսեցի։ Հա, ես այդ քո ստատուսը հիշում եմ, գիտես, որ գրեցիր, որ 0-ից սկսելու մասին, դե բառ չեմ կարող մեջ բերել, բայց հիշում եմ, որ այդ Արցախի հանձնելուց հետո որոշ ժամանակ անց դու այդ մասին ինչ որ գրառում կատարեցիր, որ 0-ից ես սկսելու։ Հիմա ինչ փուլում է, նորից ունես հաճարի դաշտեր։ Չէ, դաշտեր չունեմ, հիմնականը վերջի տարիները ֆերմերներից եմ գնում եւ միանգամից արտահանում եմ, բայց ես մեկահույս ունեմ, որ ես մի քիչ ավելի մի բան էլ հասկացա, ուրեմն ինձ մոտ փոքր բաները չէր ստացվում։
Ես որ Ֆերո ընկերությունում էլ աշխատում էի, չգիտեմ ինչի փոքր խանութների կրպակների հետ իմ համագործակցությունը չէր ստացվում, չէի կարող հետներ աշխատել։ Պետք է մեծ սուպերմարկետ լիներ, այն ժամանակ Star ցանցը իշպեք սուպերմարկետները։ Իրանց հետ ստացվում էր, մնացած խոշոր խանութները City-ները չկային։ Բոլորը ստացվում էր, մանրները չէր ստացվում։ Կարող է մանրները ուղղակի ճիշտ բիզնես մտածելակերպով չէին աշխատում։ Չգիտեմ, երևի ավելի sense այսպես արժե համակարգային տարբերություն կար, բան կար, իրանց հետ չէի կարողանում որևէ եզրեր գտնել եւ երբ որ արդեն Ֆերոյից դուրս եկա եւ սկսեցի իմ սեփական բիզնեսը, արդեն շեշտադրում էի հիմնական մեծ խանութների հետ աշխատանքը, որտեվ եւ հեշտ էր համագործակցելը եւ պատկերացրեք նույն բանը ես ասում էի սուպերմարկետի տիրոջն ստանում էր ենթադրենք 2 միլիոն դրամի ապրանք, բայց 20000 դրամի համար կրկնակի շատ էներգիա պիտի ծախսեի կրպակի տիրոջը համոզելու համար, նա էլ վերցնում էր ապառիկով, ոչ նորմալ փոխանցում էր անում եւ այլն։ Եվ դրա համար միշտ ես ձգտում եմ, ես հասկացա, որ մեծերի հետ աշխատելը ավելի հեշտ է, մեծերի հետ շփվելը ավելի հեշտ է, եւ հասկացա, որ ես պիտի մտածեմ մեծամասշտաբ, շարժվեմ մեծ ընկերությունների հետ եւ սկսեցի իմ քայլերը դասավորել այդպես, այդ տեսակետով։ Հարցը որն էր։ Ես ինչ էի պատմում։ Հաճարի թեմային անդրադարձանք ու դաշտերին արդյոք Հաճարի թեման այսպես սկսեց, երբ որ գործից դուրս է եկել արդեն այդ գազել էի վերցրել եւ տարբեր տիպի սննդամթերք էի բաժանում խանութներով։ Այդ օրը հետաքրքիր զուգադիպություն տեղի ունեցավ իմ գործարար ընկերներից մեկը ասեց Հարություն, ասեց ժամանակին հաճարի գործ եմ արել տարին մի կոնտեյներ, 2 կոնտեյներ արտանել եմ Ամերիկայի հայերին, շատ լավ բիզնես է, արի քեզ օգնեմ, դու մտի դրա մեջ, ասեց ես վաղուց չեմ անում։ Տենց նշանակություն չտվեցի իր ասածին, եկա տուն, միացրեցի հեռուստացույցը եւ հեռուստացույցով տեսա Կոտայքի մարզի Կապուտան համայնքի եւ հարակից համայնքների բնակիչները բողոքում են, որ հաճարը ցանել են 70 դրամով չեն կարողանում վաճառել, շատ վատ է իրանց վիճակը, ստիփաց անասնակեր են տալիս։ Հետո մի քանի ժամ հետո համակարգիչը միացրեցի, ուրեմն լուրերն եմ կարդում, եկել տեսնեմ նյութ բերեց, ամերիկացիները վերականգնել են ցորենի անհետացած տեսակ, որը կոչվում է կամուտ, որը շատ օգտակար բույս է, գլյուտենը մեջ քիչ է, մարդկանց մոտ ալերգիա չի առաջացնում եւ այլն եւ այլն եւ այլն, կամուտը կդառնա ապագան, նաեւ նայեցի, ասի մամային կանչեցի, ասի մի հատ գնայս հաճար է, մամ, թե չէ, ասի շատ նման է, մաման ասաց, հա ոնց որ հաճար է։ Հասկացա, որ Եվրոպայում սա դառնալու է կամ արտասահմանում սա դառնալու է հետաքրքիր պահանջված սննդամթերք եւ սկսեցի անգլերեն նայել նաև տարբեր երկրներում ոնց են անվանում հաճարին, ենթադրենք Մեծ Բրիտանիայում spelt են ասում, Իտալիայում farro են ասում, Գերմանիայում dinkel են ասում, տարբեր երկրներում MR են ասում եւ սկսեցի Google-ով ուղակի ման գալ տեսնել որ ընկերություններն են այդ արտադրանքը ճանաչում, այդ հացատիկի տեսակը գործանում, սկսեցի նամակներ գրել իրենց եւ 3 հոգի արագ արձագանքեցին, իրենց հետաքրքրեց, նմուշ ուզեցին, հետո նմուշը տարա, հետո գնի հետ կապված սկսեցինք պայմանավորվել, նույնիսկ չգիտեի ինչ կին ասեի եւ որոշեցի որ վերջնական իտալացիների հետ աշխատեմ, մի քիչ մենտալիտետով նման ենք եւ գնացի գյուղեր այդ կապտանի Զովաբերի Սևաբերդի կողմից ապառիկով այդ հաճարը հավաքեցի այդ ընթացքում իմ կլիենտը գումարը փոխանցեց բոլորին արագ տարա վճարեցի արտանում արեցի ու այդպես սկսեց իմ բիզնեսը զարգանալ իսկ Արցախում երեխանից ունեցած Արցախում տեսեք ես առաջի արտանումս արել եմ 11 թվականին 2 տարի հետո արդեն ֆինանսական վիճակն էլ բարելավեց ու գյուղացիներն էլ սկսեցին շատ ցանել օրինակի համար ասեմ 2009-10 թվականներին ամբողջ Հայաստանում 3-400 տոննա հաճար չկար արդեն 17-18 թվականին 9000-10000 տոննա արդեն Հայաստանում այդքան հաճար հա ու հետաքրքիրն այն է որ երբ որ ես սկսեցի արդեն մտածել բան 11 թվականին
Էս իմ կյանքի ամենամեծ դասն է, անձնական ընտանեկան ողբերգություններ ունեցա, որից հետո հասկացա, որ պետք է մարդ չլինի թույլ։ Երբ որ դու թույլ եղար, քո հետ ոչ ոք հաշվի չի նստում, մարդ պետք է լինի ուժեղ։ Հա, մարդ պետք է լինի ուժեղ ու վերջ։ Ուրեմն իսկ ինչ անել ուժեղ լինելու համար։ Առաջի գործիքը որ ունեի, դա Facebook-յան էջս էր, որը շատ пассив էջ էր, ոչ մի բան իրանից չէր ներկայացնում, ուղղակի սպառող է, այսպես ասած։ Որոշեցի ստեղծել ֆերմեր Մնացականյան Հարութի կերպարը, ով այդ ֆերմերի կերպարով ցույց տալ հանրությանը, որ գյուղատնտեսությունը այդքան հետամնաց գործ չի, ինչ որ այն ժամանակ պատկերացնում են մի 16-17 տարի առաջ, սկսեցի գյուղատնտեսությունը պրոպագանդել, բայց ինչ հետաքրքիր բան տեղի ունեցավ։ Այս իմ ստեղծած կերպարը Facebook-յան սկսեց աշճանաբար տարբերվել իմ իրական կերպարից։ Դե նյութեր էի վերցնում ուղարկում, մարդիկ տեսնում էին ստերիլ տղա, ասենց ամեն ինչ գրական հայրենով, ասենց բանի մած եւ այլն։ Հասկացա այս Հարութը Facebook-յան, այդ ֆերմեր Հարութը, իրական Հարութը արդեն որևէ առնչություն չունի։ Սկսեցի ինձ վրա աշխատել արդեն գյուղատնտեսության ոլորտին, որ ես մոտենամ այս իմ իրական Հարութին հասնեմ ֆերմեր Հարություն Մնացականյան, էլի, այն կերպարին ինչ որ բան է։ Դրանից հետո արդեն բավականին ինձ մոտ ամեն ինչ դարձավ ավելի էշտ, որ ինչ որ հանրային կերպար դառա շատ թեքիչ եւ սկսեցի այդ մարտանունների հետ կապված գնացի Արցախ այնտեղի կառավարության հետ խոսացի պայմանավորվեցինք որ իրենք էլ գյուղացիներին օգնեն արտադրեն ես գյուղացիներից վերցնեմ արտանեմ ու տենց սկսեց արդեն 2013-ին հողեր առա սկսեցի այդ հողերը մշակել արդեն իմ սեփական դառավ ու քանի որ իրական Հարութը նաեւ փնտրտուքի մեջ էր միշտ այս կյանքում, ինչ կարելի է հետաքրքիր, երբ որ գնում էի եվրոպական էքսպոների, մասնակցում էի էքսպոների եւ տենում էի մարդիկ ինչ հետաքրքիր մշակաբույսեր են աճացնում, որ մեզ մոտ բացարձակ տեղյակել չեն, օրինակ կինոան, սագախոտը, հիմա Երևանում շատ թեքիչ տրենդային է, այդ լավ ռեստորաններում, թանկ ռեստորաններում սագախոտով, կինոայով աղցաններ կա, բան, առաջի աճեցնողը ես եմ եղել Հայաստանում, երբ որ աճեցի ոչ ոք չգիտեին դա ինչ է նույնիսկ Հետո սկսեցի 42 տեսակի տարբեր մշակաբույսեր աճեցնել ու ինքնարժեք հաշվել, որ մշակաբույսի ինքնարժեքը ինչ է եւ այլն, սարքել sense մի բան հարթակ ինձ համար, որ վաղը մյուս օր, եթե Հայաստանում նորմալ կառավարություն գա եւ փորձ ինչ որ բանի զարգտես, դա պատրաստ ունենամ, ասեմ այս մշակաբույսերով մենք բան ենք, մրցունակ ենք եւ մենք կարող ենք աշխարհին ինչ որ բան ասել, ինչ որ բան ցույց տալ եւ դրանով ավելի մեծ շահույթներ գերերացնել։ Այդպես մինչև 2020 թվական։ 2020 ամեն ինչ զրոյացավ, հետո սկսեցի արդեն քայլ-քայլ մոտենալ որոշակի Այսինքն այս պատերազմից հետո զրոյացավ թե Արցախը ամբողջական դատարկվելուց հետո Իմ հողերը Լաչինի միջանցքում էր, հենց Լեռնահովիտ համայնքում էր Նիկոլի ստորագրությամբ այդտեղ սկի թշնամին չերել մտել։ Առաջի այդ որ 6-7 ռեգիոնները հանձնեցին, այդ Լաչինի միջանցքը թողեցին մի հատ ճանապարհ։ Իմ հողերը ամբողջությամբ անցան թշնամուն։ Ու հետաքրքիրն է, սեպտեմբերի 25-ին ամբողջը դաշտերս վարեցի, մաքրեցի, սենց իդեալական թողեցի, որ արդեն գարան մենակ կուլտիվացիան եմ ու ցանեմ, ու տենց 2 օր հետո պատերազմը սկսեց։ Ու դու գնացիր պատերազմ։ Հա, ես գնացի, կամավոր գնացի, 44 օրյա մասնակցել եմ, տենց հետո արդեն ամեն ինչ գիտեմ։ Դու ահագին երկար չէ մնացիր, ես հիշում եմ, որ Ես միջև դեկտեմբերի 17-ը չեմ զորացել։ Ես հետո եկել դեռ դու ընդեղ էիր։ Ես վերջի 10 օրն եմ մասնակցել, դու ավելի երկար ես եղել, գիտեմ։ Ես հենց հաջորդ օրվանից գնացել եմ, հա, դեկտեմբերի 17-ին եմ զորացրվել։ Ինձ մոտ երբ որ զորացրվեցի, տենց եկա նոր տարի բան, ինձ թվում է բոլոր պատերազմի մասնակիցների ու ցանկացած նույնիսկ արցախցիները այ ժողովուրդը որ հետո գալիս է դեպրեսիայի շրջանը, երբ որ դու ամեն ինչ կորցրել ես, մեկ էլ մտածում ես, այս աշխարհում մնացել ես մենակ, քո խնդիրների հետ, ինչից սկսես, ինչ անես։
Բայց ի տարբերություն 2008-10 թվականների 20 թվականը արդեն ինձ համար ավելի հեշտ էր, որովհետև ես ձևավորել էի որևէ որ կերպար շատ թե քիչ ճանաչելի էի մարդկանց համար եւ ստացա բիզնես առաջարկներ նույնիսկ այդ տարի իմ ընկերոջից ստացա առաջարկ, ասաց արի միասին ինչ-որ բիզնես անենք։ Այդ տարի Հայաստանում բացարձակ հաճար չկար, Ռուսաստանում ճարեցինք միտեղ, որ հաճեցրել էին, այդտեղից ներկրեցինք եւ մի տարի վաճառեցինք, տեղական շուկան այդպես պահեցինք։ Հետո մեր ֆերմերները սկսեցին ցանել, տեսան դե եթե պահանջարկ կա հնարավոր է իրացնել, սկսեցին մեր ֆերմերները ցանել, վաճառել ինձ, ես էլ արդեն արտահանել, նաեւ տեղական շուկային էլ եմ մատակարարում, տեղական շուկայի շատ խոշոր ընկերությունների հետ աշխատում եմ, էլի բոլորի կարելի ասել։ Ու այդպես շարժվեցինք առաջ։ Սննդի ոլորտում օրինակ ինչն է ավելի դժվար արտադրելը, որակը պահելը, թե սպառողի վստահությունը շահելը, օրինակ այդ երեքից։ Բոլորը, տեսեք, ամենակարևորը սննդի ոլորտում, գյուղատնտեսության ոլորտում դա որակը ապահովելն է, որովհետև չգիտեմ տեղյակ եք թե չէ, անցած տարի որ Խաչատրյան Տաթևը, Դավիթը Պիպոյան խանութից գնացին ուղակի տարբեր տեղերից պտուղ բանջարեղեն, տվեցին պետական լաբորատորիա, ՀԱՊԼՑԿ, փորձաքննություն անցկացրեցին եւ բոլորի մեջ արգելված նյութերը մի քանի անգամ գերազանցում էր։ Այսինքն սննդի ոլորտի մարդիկ, ովքեր գյուղատնտեսության հենց ակունքներում կանգնած են, իրենք աճեցնող են, վերամշակող են, իրենք ոչ միայն իրենց են ռիսկի տակ դնում, նաև այն մարդկանց, ում վաճառում են։ Ես հաճարի հետ կապված դրա համար օրգանիկ արտադրող էի սերտիֆիկացված, բացարձակ։ Ես նաև հիշում եմ, որ դու ովքեր որ օրգանիկ բառը անհարկի օգտագործում են, օրենքով դե կռիվ է անում ու այդ անհարկի օգտագործումը շատ լուրջ հարված հասրեց Հայաստանի օրգանիկ արտադրողներին, մեծ մասը հրաժարվեցին, որտեղ այդ մարդիկ պաշտպանված չէին։ Օրգանիկ ֆրի էին դաժե վաճառում, գրում էին օրգանիկ ֆրի, որ ինքը իրանով չի կարող էլի այդպես լինել։ Նույնիսկ սալահատակն էին արդեն գրում օրգանիկ ու դա լուրջ հարված հասրեց, դրա համար այսօր մեր խանութներում գրեթե ոչ միտեղ օրգանիկ չեք տեսնի։ Խանութ Carrefour-ում տես մի փոքր տաղավար կա ու մեր ժողովուրդն էլ քանի որ իրանց խափած են զգալուց այսպես թե այնպես նախապատվությունը չեն տալիս օրգանիկի։ Իսկ Եվրոպայում դա շատ խիստ է ու օրգանիկի համար լրիվ առանձին տաղավարներ են, առանձին ցուցափեղկեր են, իսկապես օրգանիկ է։ Եվրոպայում դու չես կարող որևէ ձևով խախտում անել, որովհետև ամբողջ ստեղծածդ կարող է մի օրում կորցնես հանկարծ ինչ-որ արգելված նյութ գտնեն եւ այլն ու Եվրոպայում եւ ԱՄՆ-ում էլ շատ խիստ է սննդի ոլորտը դրա համար մեր երկրից արտահանումներ շատ քիչ է եվրոպական շուկա տեղի ունենում զուտ այդ ստանդարտներին չհամապատասխանելու պատճառով որտեվ չգիտեմ գիտեք թե չէ Ամերիկայում նույնիսկ Kinder ձվիկ չկա Kinder ձու չեն վաճառում ինչի որովհետև Kinder ձվիկի մեջ կա պլաստմասա խաղալիք, իսկ Ամերիկայի օրենսդրությամբ արգելված է սննդի մեջ լինի որևէ ոչ կերակրելի առարկա։ Դրա համար ԱՄՆ-ում ամբողջ ԱՄՆ շուկայում Kinder ձվի գոյություն չունի։ Դա եվրոպական շուկայում է ու պատկերացրեք մեր սննդի ոլորտում գյուղատնտեսության ոլորտում այդ ստանդարտները պահելը շատ դժվար է, որովհետև եւ ֆերմերը չի հասկանում ինքը այս պեստիցիդը ինչքան պիտի տա, քանի տոկոս պիտի տա եւ իրան ոչ ոք չի վերահսկում։ Այդ հետագծելիությունը չկա ու քանի որ կտրտած է տարբեր արտադրողներ են, դու այսօր ես մեկից քաղաց իրանը վերցնում ես, իրան ինքը մի քիչ թունակի մի կատը քիչ է տվել, այն մյուսից վերցնում ես շատ է տվել, իրար հետ բարձում ես արտանում ես, մեկ էլ լաբորատոր պատասխանը գալիս է, դու չես էլ կարողանում արդեն հասկանալ որինն է վատ, որինն է լավ։ Ու այս խնդիրը միշտ կա, միշտ առերեսվում ենք այս խնդրին, բայց լուծելի խնդիր է։ Հիմա առիթը քանի կա քեզ հարցնեմ, օրինակ ես հնարավորինս առողջ ապրելակերպով ապրող սպորտով զբաղվող մարդ, ցենց փորձում եմ պահեմ, էլի սնունդի, նաև սննդի հետ կապված նույն այդ օրգանիկ սնվելու տարբերակը։ Հիմա եթե ես մտնում եմ որևէ սուպերմարկետ կամ խանութ, միրգ բանջարեղենի խանութ օրինակ, ու գնում եմ միրգ եւ բանջարեղեն։ Հիմա ես կարամ ունենամ մտավախություն, որ ամեն դեպքում ես գնում եմ անառողջ սնունդ, որովհետև հիմա միրգն ու բանջարեղենն էլ ոնց հասկանում եմ դարձել բավական արհեստական սնուցված
Տիգրան ջան, եթե դու ուզում ես ապրել առողջ կենսակերպով, առաջին Երևանից քանի շուտ է դուրս գաս Երևանում չապրես։ Մի թեթև դուրս եմ եկել, հա։ Մի թեթև դուրս եմ եկել։ Առաջինը դա պետք է անես, երկրորդը ոչ ոք Հայաստանում ապահովագրված չի անառողջ սննդից։ Ոչ ոք չկա մարդ։ Դե ես դրա համար դա անվանում եմ հնարավորինս։ Դու դա գնես սուպերմարկետից, թե պտուղ բանջարեղենի խանութից, թե այլ վայրից, ոչ մի ձև դա չի վերահսկվում։ Ոչ մի տեղ դու հետագծելությունը չես գտնում։ Բայց ես մի հատ sense բան եմ նկատել, օրինակ հասարակ հացը, օրինակ հրազդան հացը։ Ես որ առնում եմ Երևանից, Երևանի առածը ավելի դժվար եմ մարսում, քան մարզային որևէ քաղաքից։ Գնացը ինչ որ ոնց որ մի տեսակ մյուս քաղաքներում հացի հանդեպ ավելի ազնիվ վերաբերմունք լինի ու ավելի քիչ հնարավոր է այդ տարբերակով տեսեք Երևանում քանի որ սպառման ծավալները մեծ է այդ խմորը թթխմորը պետք է հասունացնեն որ ինքը թխի այդ խմորի մեջ նաև ավելացնում են սոսնձանյութ կլեյկավին այսպես ասած որ հացը ավելի sense ապրանքային տեսք ունի ավելի տեսքջակներով լինի այո այդ սոսնձանյութի հաշվին հացի մեջ ստանում են լավ արտաքին ավելի արտաքին տեսք քանի որ երևանցի սպառողները ավելի քմահաճ են չէ նրանք արտաքին տեսքներն ուշադրություն դարձնում եւ այլն դրա համար մեր Երևանում էլ չէ վաճառող լավաշինը մի քիչ շատ սպիտակ է շատ ավելի սիրունա քան մարզերինը ինչի պատճառով նաև ճիշտ եք ասում այդ մարսելիության խնդիրը կա նաև մարդիկ ալերգիա են ունենում այդ հացերից իսկ մարզերում շատ ժամանակ նաև առնում են ոչ թե բարձր կարգի ալյուր նաև առնում են առաջի կարգի ալյուր դա էլ նկատի ունեցեք որը ավելի հեշտ է մարսվում առաջի կարգի ալյուրը գույնը մի քիչ ավելի մուգ է լինում երբեմն ապրանքային տեսք չի ունենում բայց մեկ էլ բուրմունքը ու ավելի համով է լինում այդ հացը հա իսկական հացի համով բուրմունքը հետաքրքիր հոտ ունի շատ հետո այս մարզային քաղաքներում դա իրոք նկատել եմ որ համարյա բոլոր տեղերում օրինակ Վանաձորում կլինի Հրազդան քաղաքում կլինի դրա համար օրինակ եթե ես որևէ քաղաքից հետ եմ գալիս Երևան հետս հաց եմ բերում Լուսակերտ էլ չգիտեմ եղել եք թե չէ Լուսակերտից ես գնում եմ լավաշ եմ առնում աննայի լավաշ հա թոնրի լավաշ այո որտեվ իրան կանային կարծեմ նույնիսկ թթխմորով մեկ էլ մի հատ այդեն շատ լավ լավաշ Աբովյանում եմ ճարել որը արցախցիներն են թխում ոչ միայն լավաշ նաև իրենց նույն ժինգյալով հացը կա նույն փախլավան եւ այլ տենց քաղցրավենիքներ որ էլի շատ լավն են մի տեսակ sense տնական էլի ես այդ քանի որ ես Հայաստանով շատ եմ ճամփորդում այդ համով ու հնարավորինս օգտակար կետերը արդեն իմ համար ֆիքսել եմ որտեղից ինչ առնեմ հետս վերեմ ու նաեւ հավես է էլի մի տեսակ այդ կոլորիտային է էլի ստացվում այդ սնունդը գնելը բերելը Երևանում ուտելը ավելի sense հաճելի է դարձնում այդ ամեն ինչը Եթե օրինակ այսօր Հայաստանի սննդի ոլորտը բաժանենք 3 հիմնական խնդիրների, որոնք կլինեն այդ խնդիրները։ Ամենաառաջին անվտանգայինը, ամենաառաջինը մարդ տեսեք քաղցկեղով հիվանդների տոկոսային հարաբերությամբ Հայաստանում երևի առաջիններից մեկն է։ Դրա պատճառներից մեկը վատ սնունդն է։ Առաջինը պիտի փոխվի խիստ վերահսկողություն սահմանվի պտուղ բանջարեղենի, մսամթերքի արտադրության մշակության վրա շատ մեծ արտքելված նյութերի, այսինքն թունաքիմիկատների, պարտանյութերի օգտագործման չափը խիստ պիտի վերահսկվի, որտեղ դա ամբողջ երկրի դա ազգային անվտանգության խնդիր է։ Ամբողջ երկրի մասշտաբով խիստ վերահսկողություն համապատասխան մարմինների կառույցների կողմից, ինչը նաև հետագայում կօգնի արտահանում կատարել ավելի մեծ շուկաներ։ Երկրորդ խնդիրը ռազմավարականն է, այսպես ասած, երբ որ դու փակ սահմանների մեջ լինես, քո անհրաժեշտ հնարավոր մշակաբույսերը, ինչը պետք է հասնես ինքնաբավության մակարդակի, որտեղ մենք շատ քիչ մշակաբույսեր ունենք, որոնցով մենք ինքնաբավ ենք Հայաստանում, մնացած մասը ներկրում ենք, ցորենից սկսած։ Ես չեմ ասում 100% կարողանաս բավարարել, ընդհանրենք ցորենը չես կարող 100% բավարարել, բայց ինքնաբավության մակարդակը 15-17%-ից հնարավոր է հասնել 60-70%։ Այսինքն այդ 60-70%-ի հասնելու դեպքում նշանակում է դու 6 ամիս սահմանների փակ ժամանակ կարաս քո ներքին արտադրանքով քեզ բավարարես։ Ու մնացած մշակաբույսերը։ Երրորդը, բայց այդ տենդենսը վերջի տարիներին շնորհիվ TikTok-ի, ինչքան էլ որ բողոքում են TikTok-ից, Instagram-ից, համացանցից, մեր մոտ այդ խորոված քաբաբային մշակույթը փոխվում է։ Այլ
այն ժամանակ ցանկացած ռեստորան, ցանկացած տեղ մտներ, ոնց որ բոլոր տեղերը նույն մենյուն էր, նույն խորոված քյաբաբը լիներ ու մեր հասարակությունը սնվում էր բավականին անառողջ, բավականին։ Այդ նեղ սննդի ռացիոնը աշճանաբար ընդլայնվում է։ Այդ ընդլայնվելը նաև նպաստելու է գյուղատնտեսության զարգացումը։ Այսինքն տեսեք, հիմա կինոայով աղցաններ կան, որ հետագայում օգնելու է կինո աճացնեն։ Բրոկոլին տեսել եք ինչքան Հայաստանում զարգացել, հիշեք 2013-14 թվականին մենակ սասերում էր վաճառվում։ Ճոխ ու սառացրած վիճակում, կապույտ արյունով մարդկանց համար 1300-1400 դրամ կիլոգրամը, հիմա միջև 250-300 դրամ իշնմագինում մարդիկ սկսել են շատ բրոկոլի օգտագործել, այո։ Այս տարի բրոկոլին ավելի էժան եղել, քան ծաղկակաղան, ասեմ իմանաք շուկայում։ Բացի բրոկոլից կա կոլրաբի, որը հատկապես տարիքով մարդկանց շատ անհրաժեշտ է, ինքը մեծ քանակությամբ կալցիում է պարունակում, ոսկրային համակարգի ամրության եւ բանի համար Հայաստանում հələ չկա, բայց աշճանաբար կսկսի դա էլ զարգանալ։ Կա ֆենխելը, այն որ սովորական դեղատներից երեխաների համար, որ ծնողները այդ սամիթաջուր են առնում գազիկների համար, դա սամիթաջուր չի, դա ֆենխելից են ստանում։ Ու ֆենխելը ամբողջ աշխարհի շուկաներում տարածված բան է, երբ որ մարդիկ արդեն համացանցով, TikTok-ով, բանով նայում են, խոսքի ես հայտնի կուլինարը ֆենխելով ինչ-որ բան աստանում, բանով փորձում են իրանք էլ դրանից օգտագործեն։ Երբ որ սկսեն օգտագործել, արդեն ինքը սկսում է ընդլայնվել։ Իսկ մարդու սննդի ռացիոնը ինչքան շատ եղավ, ինչքան ինքը բազմազան վիտամիններ, սպիտակուցներ, տարբեր միկրոէլեմենտներ ստացավ իր օրգանիզմը, ինքը ավելի առողջ է լինելու։ Մենք չենք ունենալու այս հատկապես տղաների շրջանում, թող ինձ ներեն բոլոր հայ տղաները, բայց որ փողոցում քայլում եք, մի հատ նայեք 30-ից բարձր հայ կանանց ու 30-ից բարձր տղաներին, չգիտեմ, երևի մրցակցություն չկա, աղջիկներն են մեզնից քանակով շատ եւ այլն, բոլորը sense փորով, արդեն ես էլ եմ փորով, վերջի տարիների սպորտը տվել եմ։ Ես կարամ թիթիզանամ, հա։ Մեծ փորով վերում աչքս զբաղված։ Բայց ինչ է սպորտը թողել, ես հիշում եմ, որ դու դաժե ասենք լավ ռեկլամ էիր անում առողջ ապրելակերպը մարզվում էիր։ Ես միշտ արել եմ վերջի մի քանի տարին, չգիտեմ, ու ես ին վրա զգում եմ քաշս հասել։ Երևի հուլիսից կամ օգոստոսից կսկսեմ, որտեվ աննախադեպ չափերի ասել իմ քաշը 101 կիլոգրամ եմ ասել, ես երբեք այդ քաշին չեմ եղել, նորմալ 85-ն է եղել, 84-85։ Ու երբ որ նայում ես ու մեր տղաների մահացության չափը ու հասկանում ես, որ նաև այդ սխալ սնվելու հետևանք է, նեղ ռացիոնով սնվելու հետևանք է։ Դա սնունդը այնքան պարզ է, դա դու այն ես ինչ որ ուտում ես, էլի, իրոք, քո ամեն ինչը սնվում է այդ ուտելիքով, չգիտեմ, աչքերդ, տեսողությունդ, մաշկդ, մազերդ, մարմինդ, մկաններդ, ամեն ինչը դա սնունդն է, էլի։ Պլյուս ալկոհոլի աննախադեպ շատ օգտագործումը։ Օրինակ ես ալկոհոլից գրեթե հրաժարվել եմ ու այնքան լավ եմ զգում, չեմ ասում խմող չեմ եղել, էլի, այնց որ այդ դրա մեջ չեմ տեղավորվել, բայց օրինակ այն առիթներին օգտագործելը նույնիսկ դա համարյա թե հանել եմ, շատ քիչ դեպքերում երբ որ ինչ-որ տեղ եմ, որ այնքան են համոզում, որ մի բաժակ պիտի խմես, այդ տարբերակը կարող է մնացել, բայց նենց լավ եմ զգում, որ չեմ խմում։ Հա, ինքը մարդու թեթևության զգացողություն է ունենում, այդ գլխացավեցա պրծնում, իշխողության կորուստ չունենում եւ այլն։ Ու այս ամեն ինչը շատ կարևոր նշանակություն ունի մեր բնակչության համար, իրենց կյանքի որակի համար, որ սերտորեն փոխկապակցված են ու առաջնային են այս հարցերը պիտի լուծվի Հայաստանում։ Ուժեղ Հայաստանում այդ բոլոր նման խնդիրները պիտի փակվեն։ Ուժեղ մարդիկ առողջ մարդիկ պիտի լինեն բնականաբար։ Իսկ լավ, անցնենք մի քիչ գյուղատնտեսությունից հարց տամ, օրինակ ինչից է որ Հայաստանում գյուղացիները տենց մենք անդադ տեսնում ենք չարչարվում են, արևի տակ, դաշտերում բան, բայց շատ չեն վաստակում, օրինակ դրա։ Այ հենց դուք եկաք մեր տնտեսական 5 քայլերից մեկին մթերման կայանների խնդրին։ Ուրեմն տեսեք, մեր մոտ ցանկացած բիզնեսի մեջ ցանկացած բիզնեսի ամենակարևոր կետը ամենաանհրաժեշտը եւ տրամաբանական ավարտը դա վաճառքն է։ Եթե դու չկարողացար անես վաճառք, բիզնեսը փլուզում է։ Թե լինի ծառայությունների ոլորտ, թե սննդի ոլորտ, թե ցանկացած։ Մեր գյուղացիները այդ ոլորտում պաշտպանված չեն, քանի որ ձևավորված չի վաճառքի ոլորտը, մթերման կայաններ չկան, որ
մթերման կայաններ չկան, գյուղացին չի կարողանում, նա չի կարող ընդհանուր գլոբալ շուկան պատկերացնել, ընդհանուր մակրո չափորոշիչներով հաշվար կանի, իմանա, ենթադրենք Հայաստանի տնտեսության համար այս տարի քանի տոննա պոմիդոր է պետք, որ ինքը հաշվարկի այդ լոլիկը աճացնի, թե չէ։ Եվ գյուղացին լոտոյի նման է իր կյանքը դառնում։ Ինքը փորձում է աճեցնել, իսկ գյուղատնտեսությունը իրանից պարունակում է լիքը ռիսկեր։ Ենթադրենք արկտահարություն, ցրտահարություն, երաշտ եւ այլն, հազար ու մի խնդիրներ։ Այս մարդս խնդիրները մեկ էլ լուծելով գալիս է, արդեն հասնում է վերջակետին, որ ինքը շատ լավ բերք ունի, մեծ քանակի բերք ունի, մեկ էլ բանից բարձում է իրան նման մի 20000 հոգի այդպես մտածել են, շատ աճեցրել են ու իրացման խնդիր կա։ Շուկան լճացել է։ Այս մարդը կանգնում է խնդրի առաջ։ Մթերման կայանների ստեղծումը հենց պայմանավորված է նրանով, որ ֆերմերը գարնանը։ Ենթադրենք մթերման կայանը իրան ասելու է ինչա իրան անհրաժեշտ է տարի։ Ենթադրենք այսքան տոննա լոլիկ, այսքան տոննա վարունգ, այսքան տոննա բադրջան, այսքան տոննա այլ մշակաբույս եւ այլն։ Եվ նա գարնանը իմանալու է ինչա ցանելու ու իմանալու է դրա ցանածը ոնց է իրացնելու, որտեղ է իրացնելու, մոտավորապես ինչ գնով է իրացնելու, որ ինքը կարողանա իր տարեկան հաշվարկը անի երկարաժամկետ կտրվածքով։ Դա իրան բավականին խնդիրներից ազատում է։ Եվ մթերման կայանների ստեղծման դեպքում արդեն գյուղացին չին գնելու լոտոյի նման խաղա բախտը բերես, չբերեց։ Ինքը հստակ իմանալու է իր կյանքում լինելու է որոշակիություն։ Այդ որոշակիությունը իրան դրթելու է ինքը սկսի ավելի շատ արտադրել, ավելի մեծ տեսականի արտադրել, ավելի լավ արտադրել, որտեղ իրան նաև սովորացնելու են ագրոնոմների միջոցով ոնց ճիշտ տնտեսվարի, ոնց ճիշտ օգտագործի պարտանյութերի քանակը, թունաքիմիկատները, ինչ չափաբաժնով տա, որ թույլատրելի նորմը չանցնի, որ այդ մթերման կայանը կարողանա արտահանել միջազգային շուկաներ։ Ու այդ մթերման կայանը դառնում է մի հաբ, որտեղ ենթադրենք դու մի գյուղացին, ենթադրենք ռուսական սուպերմարկետի ցանցում մագնիտների քանակը գիտեք ինչքան է։ Սուպերմարկետները մագնիտ շատ կլինի ինձ թվում։ Օրինակ մեր սիթիների քանակն է 65-70-ի չափ։ Այդքան կա սիթի։ Հա, 65-70, մագնիտ ինչքան լինի լավ է։ Ինձ թվում է մի քանի հազար կլինի։ 40000։ Լենտաները 14-15000, աշանները էլի մի քանի տասնյակ հազարի։ Ու հասկանում եք, այդ մեծ սուպերմարկետները գյուղացուց ենթադրենք 5-10 տոննա լոլիկ չեն ընդունելու։ Նրանք ուզելու են մի քանի 100 տոննաներ։ Այսինքն գյուղացին չի կարողանալու այսպես թե այնպես իր մի հատ մեքենան տենց հասնի մագնիտի ենթադրենք Նովորոսիսկի մագնիտին տա կամ լավ Ֆրանսիայի աշանին տա ինչ որ ապրանք, որտեղ նրանք օրինակ հաճար հետ կապված երկու խոշոր տնտեսվարող ինձանից մեկը առաջի տարին ուզում էր $7 միլիոն, մեկը $10 միլիոն ապրանք, բնականաբար այդքան չկար։ Եթե դու այդ քանակը չես ապահովում, ասում ես տեսություն կներես, չեմ կարող այդ աշխատել։ Այս մթերման կայանը նաև ստեղծված է նրա համար, որ քանակը ինքը կապահովի, այդ քանակը քո ապրանքը կհասնի, հա, համապատասխան կմթերվի, Հայաստանը կունենա արտահանում, տեղական շուկայի վրա հիմնված չեն մտածելու, ենթադրենք մի տարի հիշում եմ, մեկը չպատկերացնելով շուկայի ծավալները մոտավորապես 110 հեկտար աճացրել էր դդմիկ, կապաչկա մեր լեզվով ասած, այս մարդը չէր իմանում ինչ անել։ Կեսի շատը թափեց այդ ապրանքի, որտեղ ինքը շուկան չէր պատկերացնում։ Դե խաղողի հետ կապված այդ խնդիրները գիտեք, գործարանները հանկարծ երբ որ կոնյակի գործարանները չէին ընդունում, ուլում էր այս խնդիրը։ Պլյուս ամենակարևոր գործոնը գյուղատնտեսությունը ինչպես ցանկացած այլ ոլորտ ունի թրենդային ժամանակաշրջաններ, որոշակի ապրանքատեսակների մշակաբույսերի գծով։ Օրինակ բլյուբերին, հապալասը, տեսեք Հայաստանում չէ ինչ տենց Ստեղ սկսել են չէ արտադրել։ Ստեղ մենակ մի տեղ են նորմալ աճեցնում։ Այս հնարավոր է նորմալ աճեցվի Հայաստանում։ Հապալասը ապագա չունի իմ սուբյեկտիվ կարծիքով, որտեղ ինքը թթվային հողերում է աճում։ Հայաստանում շատ քիչ տեղեր կան, որ այդտեղ հողերը թթվային են, այդ քիչ տեղերում հնարավոր է աճեցնել։ Մնացած սովորական մեծ լայն մասշտաբներով հնարավոր չի կարելի ասել կամ շատ թանկ է նստելու ինքնարժեքը։ Տեսեք, այս խնդրով հնարավոր է ցանկացած հարց լուծել։
Չինացիները պատերազմ օլիմպիական խաղերի ժամանակ երբ որ Պեկինում անցկացվեց, անուղղակիորեն գովազդեցին Գոջի բերին։ Ու sense մի պա Գոջի բերին դարավ տրենդային։ Ինչա, Գոջի։ Բանա հատապտուղ է, ու sense ուրճացված ամբողջ աշխարհը ցույց տվեցին, որ իրանք իրենց մարզիկներին Գոջի բերի են անդադ տալիս, նրանք ուտում են դրա համար են այսքան հաղթում են։ Հա, հաղթանակներ տան եւ այլն, ով կարողացան միջազգային շուկայում տրենդ սարքել եւ մեծ վաճառքներ ունենալ։ Նույնը Եվրոպայում կինոան մի պասս լուրջ, sense բում ապրեց, Մթերման կայանի էությունը նրան կայանում, որ ինքն էլ կարողանա այդ տրենդային ուղղությունները հասկանա եւ մեր ֆերմերներին ուղղորդի այդ ուղղությամբ։ Նույնը խաղողի ընդհանրենք խաղողագործության ոլորտը, չէ՞։ Մենք արտադրում ենք խաղող գինու համար, տեխնիկական խաղող եւ սեղանի խաղող։ Ընդհանրենք գինու համար կոնյակը դա հիմնական մեծ սպիրտ է, այդքան էական չի, բայց գինու համար նույնիսկ խաղողի սորտերը կարեւոր են։ Իսկ սեղանի խաղողը լրիվ ուրիշ թեմա է, որովհետեւ ամբողջ աշխարհում հիմա տրենդը գնում է նրան, որ սեղանի խաղողը չպիտի ունենա կորիզ։ Այն մեծ հիմա խոշոր են չինական խաղողն էլ որ առնում եք, կտեսնեք երբեմն մեջը կորիզ չի լինում։ Ու ոչ մի տես մենք հայկական շուկա մենակ ունենք, ընդհանրենք քիշմիշի մի 2-3 տեսակ որ չունեն կորիզ։ Մնացածը չկա։ Այսինքն այդ ուղղությունը պիտի զարգացնես դու արդեն հասկանալով շուկայի տենդենսը, պիտի Հայաստանում ըստ բնակլիմայական պայմանների հասկանաս ինչ խաղողի սորտեր պիտի բերես զարգացնես ու պարտադիր ոչ միայն պիտի հնարավորությունները հաշվես, նաև սահմանափակումներ, ընդհանրենք ֆիլոքսերա հիվանդության հետ կապված ինչ խնդիրներ կա։ Կարող ես խաղողը բերես ինչ-որ տարբեր հիվանդություններ տարածեն մեր տեղական խաղողների հետ կապված ու sense ինչքանով է մեր կլիմային հարմարվելու, մեր կլիմային հարմարվելուց հետո ինչ համային հատկանիշներ ունենալու շաքարի ինչ պարունակություն ու sense բազմաթիվ գործոններ, բայց դա խիստ անհրաժեշտ է ու գյուղատնտեսության ոլորտը այդպես է զարգանում։ Ու ամբողջ աշխարհում այս մեթոդաբանությամբ զարգանում ու անդա սելեկցիան անում նոր սորտեր, հարմարվող սորտեր, շատ բերք տվող սորտեր ու այս սելեկցիայի շնորհիվ դու անընդհատ ունենում ես զարգացող համակարգ։ Ինչ անում է հենց հիմա Իսրայելը, ինչ անում է հենց հիմա Հոլանդիան։ Ու Հայաստանը ի տարբերություն եւ Հոլանդիա եւ Իսրայելի ամենանպաստավոր կլիմայական պայմաններն ունի։ Մենք ունենք վերընթաց գոտեականության շնորհիվ մի քանի կլիմայական գոտիներ։ Մեր արևադարձայինից մեղրի որտեղ ուտում եք թուզ, նոր այն փրչոտ ակտինիդ կիվի։ Զգացիր լատինական անունը։ Մեղրիում կիվի է աճեցվում։ Մեղրում կիվի է աճում, այո։ Այս մեր կիվիները, այսինքն մեղրից են թե պարտադիր։ Չէ, Պարսկաստանից է բերում, որովհետև այդպես մեծ քանակներ չկա ու մեր արևադարձային կլիմայից մինչև մեր արտիկական Արագած լեռան փեշերը, այսպես ասած, ու դու այս բազմազան կլիմայական գոտում հնարավորություն է շատ բազմազան մշակաբույսներ աճացնել։ Ինչը ընդհանրենք Իսրայելում չես կարող, Հոլանդիայում էլ չես կարող, որևէ այլ ուրիշ երկրում էլ չես կարող, որտեվ այդ տատանումները չկա կլիմայական։ Ինչը մեզ հիանալի հնարավորություն է տալի գաստրոտուրիզմի, ագրոտուրիզմի զարգացման համար։ Պատկերացրու ինչքան դու հետաքրքիր մշակաբույսեր ունենաս ու ճիշտ գովազդես լավ ռեստորատորների միջոցով միջազգային տենց TikTok-ով տենց համաշխարհային ռեկ են, չէ՞, ասում տենց ռեկ ընկնես մարդկանց մոտ հետաքրքրություն առաջանա, նրանք կփորձեն ոնց է Նուսրետ այդ Սոլբայե բանի ցանցը ռեստորանների ցածը որից թեք որ sense անում է ինքը ոնց ստեղծես մի հսկա կայսրություն զուտ TikTok-ով, Instagram-ով, սոցցանցերով գովազդի միջոցով։ Պատկերացրեք մեր երկրում կա այս հնարավորությունները ու մեզ պետքա լավ ռեստորատորների, շեֆ-խոհարարների միջոցով այս ուղղությունը բրթել առաջ։ Մենք զարգացում չենք անում այդ։ Մենք համարյա ոչինչ չենք անում։ Հիմա մի հատ կարևոր բան հարցնեմ, որտեղ այդ երևի ամենակարևոր կետերից է, ինչի մասին որ խոսեցինք, ու դու երևի ամենակոմպետենտ մարդն ես ու մեզ կարող եմ այդ հարցը տամ։ Իմ համար լրիվ հասկանալի ու պարզ է, ու ինձ թվում է ցանկացած հասկացող մարդու համար պարզ է, որ մթերման կայանների գործարկման պարագայում արդեն դա նենց ֆինանսական շրջանառություն կստեղծի հատկապես գյուղական շրջանների մարզերի համար, որ կենսամակարդակի բարձրացում մենք կունենանք։ Բնականաբար։ Հիմա մարդկանց օրինակ շատ
կարող է հետաքրքրի հետևյալ հարցը, էլի, որովհետև մի ամսից ընտրությունները գնալու են, ընտրելու այս հանգամանքը հաստատ հաշվի են առնելու, հատկապես գյուղացիները։ Ինչքան ժամանակում է հնարավոր կառուցել մթերման կայաններ ու ինչքան ժամանակից դա կգործարկվի, որ իրենց կաշվի վրա զգան, էլի, քանի որ աշխարհը շատ արագանում է, ամեն ինչ, բոլոր process-ները արագանում են, ի տարբերություն 20-րդ դարի, մթերման կայաններ սարքելը Իրանից պահանջելու է 1-1.5 տարի։ 1-1.5 տարի հետո, երբ որ այդ process-ները գնացին, ընդհանրապես գյուղատնտեսությունն էլ է սկսել շատ արագ տեմպերով շարժվել առաջ։ Ինքը մթերման կայանը առաջվա նման չի, որ այգի տնկում ես, մի 7 տարի հետո նոր բերք ես ստանում, 7 տարի հետո նոր վայելում ես։ Այս տարի ինտենսիվ այգի հիմնեցիր, երկրորդ տարի չէ, երրորդ տարին արդեն դու հստակ ունենում ես բերքի քանակ։ Եվ մթերման կայանի ստեղծելու միջոցով, երբ որ ֆերմերը արդեն սկսում է հասկանում, որ ինքը իրացման խնդիր չունի, ու դու իրան սկսում ես ուղղորդել, իրան օգնել, ինչ աճացնի, իրան շահագրգռել նաև, որ ինքը այս սրանից ավելի շատ եկամուտ կստանա, սրանից ավելի շատ, ինքը սկսելու է արդեն արագ տեմպերով զարգանա։ Դա 5 տարվա մեջ հաստատ երևալու է այդ արդյունքները։ Ու մենակ դա չի, մթերման կայանը նաև, տեսեք, գյուղատնտեսության մեջ, այսի միջազգային զեկույց եմ ես ասում, Հայաստանում գյուղատնտեսական մթերքների մինչև 30%-ը խոտանվում է, թափոն է դառնում, թափում են։ Սխալ սառնարանային պայմաններում պահման մի պատճառով, սխալ կազմակերպման այս process-ը պատճառով, ենթադրենք, եթե դու կարտոֆիլը պարկով տանում ես տալիս ես իթիների ցանցին, որտեղ կա շատ վատը, որտեղ կա լավը, որտեղ կա շատ լավը եւ միջին որակի, այդ սուպերմարկետի ցանցը քո շատ վատը ուղակի շպրտում է, ու դա ինքնարժեքի վրա ազդեցություն է ունենում։ Իր մոտ բնականաբար գինը բարձրանում է։ Բայց երբ որ բերումա մթերման կայան եւ հոսքային գծերով սորտավորվում է այդ ապրանքն, ամենաշատ վատը ինքը չի թափվում։ Ինքը անցնում է վերամշակման փուլ։ Վերամշակումը արդեն փուլում հասկացվելու է ինչ են իրանից ստանալու։ Ենթադրենք ապրանքային տեսքը այդքան լավը չի, կարող է կտրտեն ինչ-որ բանի մեջ օգտագործեն, պահածոների մեջ օգտագործեն, չրերի մեջ օգտագործեն կամ վերջի վարիանտ, ամենավատ տարբերակը որպես պարտանյութ օգտագործեն, բայց ինքը ոչինչ չի թափվում։ Երբ որ չի թափվում, արդեն ինքնարժեքի վրա էլ է բավական մեծ ազդեցություն ունենում, ու այսօր հայ սպառողը մի տարվա մեջ գյուղմթերքների գները բարձրացել են 7 եւ ավելի տոկոսով։ Ինքը օգտվելու է էժան եւ ավելի որակով գյուղատնտեսական արտադրանքներից։ 3 բան, որ սնունդի մեջ ամենակարևորն է, որակը, համը թե անվտանգությունը, եթե sense 3 բոլոր իրար հետ, առաջին անվտանգություն բնականաբար, երկրորդ որակ, երրորդը համ, որովհետեւ դու կարող աճեցնես մշակաբույս, որ հա, այս սրա մասին էլ խոսենք, էլի։ Տեսեք, լոլիկի հետ կապված մեր հայությունը, հատկապես տարեցները հիշում են sense նոստալգիայով բանը Անահիտ սորտի լոլիկը։ Իրանց համար այդ համը ամեն ինչ էր, բայց Անահիտ սորտի լոլիկը չէր կարող գոյատևել Հայաստանում, հայաստանյան շուկայում 3 պատճառով։ Առաջինը, բերքատվությունը շատ ցածր էր, եւ խանութներում լոլիկը իդենտիֆիկացված չի, այսինքն դրված չի տաղավարների սորտերով։ Ենթադրենք, որ մեկը գրածել էր Big Beef, մյուսը Cherry, մյուսը Machitos, մյուսը էս, մյուսը այն, էլի կարող է։ Հենց մի քանի լոլիկի տեսակ կա, որ գրում են, բայց պետք է այդ բանը մեծացնել քանակը։ Երբ որ ինքը բերքատվությունը ցածր է, Big Beef-ի եւ Machitos-ի հետ ինքը ուղղակի մրցունակ չէր կարող մրցել։ Հետևաբար երկրորդ գործոնը իր կեղևը բարակ էր, տրանսպորտավորման համար հարմար չէր, այսինքն իրան միջև ակետից տեղափոխում էր բեկետ, ինքը փչանում էր, շատ արագ որակազրկում էր, փչանում էր։ Հետևաբար ինքը կորավ։ Շուկայից ուղակի կորավ եւ մենք ուտում ենք անհամ լոլիկը։ Գյուղատնտեսությունը այն ոլորտն է, որ գյուղացին ինչքան է լավ, ոչ շահադիտական, հայրենասիրական նկրտումներով աճեցնում է իր մշակաբույսը, բայց միևնույն է ինքը ուզում է շահույթ ստանա։ Երբ որ ինքը ուզում է շահույթ ստանա, ուրեմն անհրաժեշտ է իր համար որակ եւ քանակ, հետո նոր համը։ Բայց այդ համի հետ կապված շուկայի իդենտիֆիկացիա պիտի տեղի ունենա, շուկայում մրգերի ցանկացած տեսակի, որ սպառողը, ենթադրենք, եթե ինքը ուզում է գնի Անահիտ տեսակի լոլիկ, երբ որ տեսնի Անահիտը 900 դրամ է, բայց Big Beef-ը 300 դրամ է, հասկանա ինքը ինչ է Անահիտ առնում։
Երբ որ ուղակի խանութներում տենց լսրած է առանձին, այդ խանութն էլ չի վերցնելու։ Ինչ որ տարբերակում լինում է, գրածա լինում ջերմոցի, օրինակ։ Հա, այդ ջերմոցին այդ տարբերակում չի, իդենտիֆիկացում չի, էլի, գրում են ջերմոցի, բան ենթադրենք Իրանի պամիդոր, ջերմոցի պամիդոր, դա ոչինչ չի։ Իսկ որն է լավ է այսօր եղածներից, օրինակ։ Այս վերջին տարիները ես ինչ լոլիկ տեսնում եմ խանութում, հիմնականում ջերմատնային տնտեսությունների լոլիկներ են։ Դաշտային համարյա չի հանդիպում շուկայում, որովհետև գյուղացիները բավականին նվազեցրել են լոլիկի աճեցումը Հայաստանում, կախված տարբեր պատճառներից, ինչը նաև լուրջ խնդիր է, ինչը նաև հետևանք է լոլիկի գնի վերջի տարիներին այս բարձր մակարդակի լինելուն։ Ու այս խնդիրները շարունակական է ու միշտ արդիական է, քանի չի լուծվել։ Իսկ вообще ջերմոցի արտադրանքը ինքը զիջում է դաշտայինին որակապես օգտակարություն։ Ես անկեղծ ասեմ, Հայաստանի Հանրապետությունում ոչ դրսում։ Ես ավելի շատ նախընտրում եմ ջերմատնային լոլիկը, որտեղ խոշոր ջերմատներում կոնկրետ հրավիրված են մասնագետներ, եւ ագրոնոմ ունեն, եւ բույսերի պաշտպան են, եւ տարբեր մասնագետներ ունեն, որոնք այս ամբողջ կոնցեպցիան անվտանգ սննդի պահում են։ Հայերի մեջ միֆ կա, չէ՞, ասում են քիմիա, սա քիմիա է ջերմոցի, հա, հիդրոպոնիկ գյուղատնտեսություն իրականում քիմիա չի։ Այն նույն ինչը որ աճում է հողի մեջ, աճեցնում են ոչ հողային պայմաններում, այդ նույն սննդատարերը ինչ հողից այդ բույսը ստանում է նաև ոչ հողային պայմաններում, բայց ջերմատնային տնտեսություններում, քանի որ կան մասնագետներ, այդ թունաքիմիկատներ, պարտանյութեր ամեն ինչը հստակ հաշվարկված ու ճիշտ քանակով է տալիս։ Այդ ռուսերեն ասած պերեբարշի չեն անում։ Դրա համար ես միշտ ընտրում եմ ջերմատնայինը։ Շատերը ասում են համով զիջում է։ Չէ, օրինակ իմ ընկերը արտադրումը շատ լավն է, մեզ էլ տալիս է միշտ։ Տեսեք, ելակի որակը վերջի տարիներին ինչքան է բարձրացել։ Նայում եք եւ խոշորությունը եւ գույնը եւ համնել ոչինչ էլի նորմալ համար։ Նույնը էսի զարգանալի է ու ջերմատնայինը իրականում տենց բոբոչի, տենց վաչի երբեմն շատ հաճախ իմ կողմից նաեւ ավելի նախընտրելի է։ Այս մի հարցն էլ եթե դա իրականության համապատասխանում է, էլի, օրինակ Հայաստանի այդ գյուղատնտեսական արտադրողը խնդիրներ ունենում է ներմուծվածի հետ մրցակցային տեսանկյունից, գնի տեսանկյունից, օրինակ ու շատ է, չէ՞, խոսվում օրինակի համար թուրքական լոլիկը կմտնի Հայաստան, այո, ու շատ վատ կլինի տեղական արտադրողների համար։ Ու առհասարակ համ այդ մասով մի հատ եթե հնարավոր է պարզաբանես մեկ էլ առհասարակ էլի ներմուծման հետ կապված։ Մենք ունենք ինքնարժեքի խնդիր, հատկապես բանջարաբոստանային մշակաբույսերի եւ ջերմատնային մշակաբույսերի աճեցման հարցում, որն է խնդիրը։ Ամենաառաջինը մենք պետք է ունենանք սելեկցիոն կայաններ։ Եթե դու չունես սելեկցիոն կայաններ, այդ սորտերը դու չես հարմարեցնում քո կլիմային, դու չես ստանում քո երկրում այդ սածիլները, այդ սերմերը եւ այլն, առաջինը տեղ ինքնարժեքը բարձրանում է։ Երկրորդ, եթե դու ճիշտ չես կառավարում, տեղ էլ է ինքնարժեքը բարձրանում։ Երբ որ քո հողերը խոշորացված չեն, դա նորից ավելացնում ինքնարժեքը։ Դրան գումարած ջերմատնային տնտեսությունների պարագայում մեր մոտ գազի գինը բարձր է, դրա համար էլ մենք մեր ծրագրի մեջ կա ջերմատնային տնտեսությունների նոյեմբերյանի սահմանի մոտ, որ հիմնվի, որ սահմանի վրա գազի գինը $175 թե $165 է, որ մեր ջերմատնային տնտեսություն մշակաբույսի ինքնարժեքի 70%-ը դա վառելիքի ծախսն է, որ այդ վառելիքի ծախսը հնարավորինս նվազեցվի եւ այդ մեր մշակաբույսերը, արտադրատեսակները լինեն մրցունակ։ Հենց այդ նպատակով է ու սերմնաբուծարաններ ու սելեկցիոն կայանները պարտադիր պայմաններ են երկրում զարգացնելու համար գյուղատնտեսությունը, այդ թվում նաեւ անասնապահության ոլորտում։ Այդ վառելիքի ծախսի հետ կապված միանգամից այլ հարց ծնվեց, որ հիմա օրինակ sense հետևողականորեն Ռուսաստանի հետ հարաբերություններն է փչանում ու որը Իրանից ենթադրում է, որ կարող է Ռուսաստանը մեր մոտ գազի սակագնի փոփոխություն մտցնի ի վնաս մեզ։ Դա արդեն չի անդրադառնալու այս գյուղատնտեսության։ Դե մենք գալիս ենք դրա համար, որ այդ չբարձրանա։ Շատ վտանգավոր։ Ուղղակի եթե 3 անգամ բարձրացավ, մենք ոչ մի մրցունակ գյուղատնտեսական արտադրանք չենք ունենալու։ Հա, որտեղ մարդիկ ես մի հատ sense բան եմ նկատել, չեմ էլ մեղադրում մարդկանց, բոլորը չի, որ վերլուծաբան են, էլի կարող են միանգամից ամեն ինչը հասկանան։ Երբ որ օրինակ ասում ես գազի գինը կբարձրանա, մարդը միանգամից սկսում է մտածել միայն իր կոմունալի մասին։
Ենթադրենք վճարում է 40,000 դրամ, ասում է ոնց 3 անգամ կբարձրանա ու ես գազի համար 120 կվճարեմ, օրինակ, էլի սենց պրիմիտիվ օրինակ եմ բերում, բայց մարդիկ չեն խորանում նրա մեջ, որ հացի գինը կբարձրանա, գյուղատնտեսական ողջ արտադրանքի գինը կբարձրանա, ռեստորանների գները, տրանսպորտի գինը, կոսեփական մեքենայի 70% գազով է։ Հա, տաքսի, տրանսպորտ, ամեն ինչը, այսինքն մարդիկ երբ որ լսում են գազի գինը կբարձրանա, իրենք բացառապես մտածում են կոմունալի մասին, որ ավել կոմունալ, բայց չեն մտածում, որ ամեն ինչն է, էլի դրանից կախված։ Մի հատ հասարակ օրինակ ասեմ, որ մեր բնակչությունը դրա վրա ուշադրություն, որ ասես դու ինչքան ես ջուր օգտագործում, հատկապես քաղաքային բնակչությանը, մաքսիմում քանի լիտր կասեն ըստ քեզ։ Քիչ կասեն ինձ թվում է։ Դա թիվ ասեմ։ Չգիտեմ։ Ընդհանրեն կասեն 10-15 լիտր, չէ՞։ Բայց իրականում քաղաքային բնակիչը միջին վիճակագրական միջև 400 լիտր ջուր է օգտագործում։ Օրական։ Դրա մեջ մտնում է, տեսեք դուք այս մենք չենք լողանալը, լվացվելը, տուալետը, ենթադրենք ինքը ռեստորանից օգտվում է իր բաժին օգտված սննդամթերքը, ենթադրենք ապսեն լվալու համար ինչքան է ջուր պետք, ենթադրենք այս ուտեստը սարքելու համար ինչքան է ջուր պետք եւ այլն, այս ամբողջ գործողությունների հանրագումարը որ բերում ես, մինչեւ օրը 400 լիտր ջուր է դառնում։ Բայց որ ասեն, ենթադրենք ջուրը թանկանում է, մարդը մտածելու է լավ, ենթադրենք 20 դրամ էսիմ խմելու ջուրը թանկացավ, ինքը չի պատկերացնում, որ ամբողջ արժեշղթան է փոխվում։ Նույնը գազի գնի պարագայում է, մարդիկ չեն պատկերացնում, ասես լայնամասշտաբ չեն մտածում, էլի որ ինքը բերելու է մուլտիպլիկատիվ էֆեկտի ու լրջագույն խնդիրներ առաջացնելու։ Քանի որ դու սենց տարիներ շարունակ շատ ակտիվ ես գյուղատնտեսական եւ այլ ոլորտներում քո նաեւ սոցիալական ցանցերի գրառումներով օրինակ եղել է որ քեզնից խորհուրդ հարցնեն պետական նախարարությունից բանից դե առաջ ունեին գյուղատնտեսության նախարարություն հիմա չունենք տեսեք պետք է չէ վերականգնվի այդ նախարարությունը սա պիտի ասեմ անկեղծ երևի 2015-ից ինչ որ արդեն սկսեցի երևալ բոլոր ոլորտային նախարարների հետ կապ եմ ունեցել, բոլորի հետ անխտիր, նույնիսկ Պապոյան Գևորգի հետ։ Ես անցած տարել եմ, նախանցած տարել եմ, 2 անգամ հանդիպել իրան, որտեղ խնդիրներ կար, ես պետք է ասեի իրան։ Ես անձնական խնդրանքով հիմա ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ եթե անկասուտ ասած լինեմ, հաստատ կկան որևէ պաշտոնյայի, որևէ նախարարի մոտ անձնական խնդրանքով երբեք չեմ մտել։ Մտել եմ զուտ ոլորտային խնդիրների հետ կապված, փորձել եմ օգնել, խորհուրդ տամ։ Երբեմն լսել եմ, երբեմն չէ։ Երբեմն այո, երբեմն ոչ։ Հարցեր կա, որ չեն լսել։ Բայց ես էլ միշտ բոլոր հարցերով եթե մտել եմ, մի հատ նախնական էլ Facebook-յան գրառում եմ արել, որ հետո կարողանամ ապացուցել, որ սա ասել եմ, դուք չեք արել։ Նույնիսկ պանդանոսների խնդիրներ, որ ես նախապես զգուշացրեցի 2020 թվականի հունվարի սկզբն էր, որ արեցին, ասացի չեք կարողանալու ձախողելու եք, հիմա ժամանակը չի, ինքը խիստ անհրաժեշտ է, բայց ժամանակը չի, պետք է համբերեք։ Չլսեցին, արեցին, հետո եղավ ինչ եղավ, լուրջ խնդիրներ առաջացան, հետո զանգեցին, ես ասացի, այս տարբերակն եմ տեսնում, ժամանակավոր կասեցրեցին, հետո անցած տարի նորից սկսեցին այս պանդանոցային թեման, ինչը էլի լուրջ խնդիրներ առաջացնում հանրության շրջանակում։ Ուժեղ Հայաստանի իշխանության գալու պարագայում գյուղատնտեսության ոլորտում որոնք են առաջնահերթ 3 քայլերը, որ պետք է ամենաառաջի քայլը ջրային ոլորտի կարգավորումը, որովհետև մենք ունենք առանց ջրի չկա կյանք, առանց ջրի չկա գյուղատնտեսություն։ Մեր երկրում ամենամեծ շռայլությունը, որ մենք թույլ ենք տալիս, դա ջրի աննախադեպ վատնումն է։ Հայաստանում կա 7-ից 9 միլիարդ խորանարդ մետր մակերեսային կուտակման ջուր, Սևանը չհաշված, որը ցանկացած երկրի համար, հատկապես Իրանի եւ Իսրայելի համար կլիներ աստվածային մեծագույն օրհնանք։ Մենք այդ 7 կամ 9 միլիարդ խորանարդից կորուստ չենք տալիս մենակ 2 միլիարդ խորանարդ։ Մնացած ամբողջությամբ կորուստ է։ 5-ից 7 միլիարդից, հա, կորուստ է։ 3-ից 5 միլիարդ կորուստ է։ Ոչ միայն վաճառել մի կողմ, քո գյուղատնտեսությունը կարած եթե ճիշտ կազմակերպես, ճիշտ տեղերում ջրամբարներ կառուցես, ռոռոկման համակարգը բարելավես, ամենաառաջնայինը դա է լինելու։
Երկրորդը ռազմավարական, այսպես ասած, ազգային անվտանգության հետ փոխկապակցված սննդամթերքի ինքնաբավության մակարդակի բարձրացումը, դա ցորենն է, կարտոֆիլն է, տարբեր տեսակի հացահատիկներն են, ինչը առաջնային է ամբողջությամբ ինքնաբավ դարձնելն է, եթե ամբողջությամբ հնարավոր չի, գոնե որոշակի չափով հասնել ինքնաբավության ինչ-որ մակարդակի մնացածը ներմուծել։ Հաջորդը տնտեսաաշխարհագրական զոնավորումն է, հողային ռեսուրսների կլիմայի հետ զուգորդումը, որպիսի հասկանալ թվայնացնելը հողային ռեսուրսների, որպիսի այդ պատկերով դու հստակ իմանաս, հասկանաս, որ տարածաշրջան, որ մշակաբույսը աճեցնես, որ ամենամեծ շահույթը ստանաս։ Դա խիստ կարևոր է, ու ըստ տարածաշրջանի դու արդեն մասնագիտացված համայնքներում, տարբեր համայնքներում մասնագիտացված այս ուղղության վրա աշխատես։ Դա կբերի քեզ հավելյալ մի քանի անգամ ավելի բարձր եկամուտ, քան այն ինչ որ մենք ունենք Հայաստանում։ Իմ պատկերացած 3 կարևորագույն խնդիրները սրանք են։ Իսկ 3 ուղղությունները, որոնք կարելի է զարգացնել գյուղատնտեսության մեջ, չգիտեմ, մսամթերք կլինի, կաթնամթերք կլինի, որոնք են, որ Հայաստանում շատ լավ կզարգանան։ Իմ սուբյեկտիվ կարծիքով ամենաառաջինը, որ խիստ անհրաժեշտ է զարգացնել, անասնապահության ոլորտն է։ Անասնապահության ոլորտի զարգացումը, պատկերացրեք, հարավում ամբողջությամբ անապատային երկրներն են։ Մսի պահանջարկը միշտ կա, միշտ աճելու է, միշտ, ինքը չի կարա չմնա։ Դու վաճառքի խնդիր երբեք չես ունենալու անասնապահության ոլորտը զարգացնելով։ Երկրորդ կարևորագույն ուղղությունը ըստ իս այգեգործությունն է, այգիների հիմնումը, որտեղ նույն խնդիրը պտուղ բանջարեղենի մշակաբույսերի աճեցումը Հայաստանում եւ հյուսիսային հարևանների համար է շատ անհրաժեշտ եւ հարավային անապատային երկրների համար, մանավանդ հիմա Իրանը լուրջ խնդիրներ ունի այս խնդիրները լուծելու համար։ Եվ երրորդը դա բնականաբար էլի հացահատիկային մշակաբույսերի հետ կապված է նոր սորտեր ստանալն է, որ այդ նոր սորտերը կլիման տաքանումա փոփոխվում է, որպեսզի կլիմայա վարժեցված սորտեր ունենան եւ բերքատվությունը բարձրանա եւ ֆերմերը չձախողի երբեք, ինքը ստանա մեծ շահույթներ։ Այսինքն ինքը իրանից ենթադրում է նորից սելեկցիոն կայանների եւ սերմնաբուծարանների ճիշտ աշխատանքի կազմակերպումը։ Այս 3 Եվ վերջի հարցը, որպես արդեն բավական փորձառու ֆերմեր, գյուղատնտես երկար տարիների փորձով, որ մանավանդ ոլորտը շատ լավ ուսումնասիրում ես, այն երիտասարդները, ովքեր որ ուզում են զբաղվել գյուղատնտեսությամբ, իրանց ինչ էլի 3 խորհուրդ։ Ուրեմն հողը միշտ մարդուն ձգում է։ Եթե զգացել եք 60-ից հետո, միշտ 50-60-ից հետո մարդիկ բոլորը ձգտում են այգի ունենան, գնան այգեգործությամբ զբաղվեն։ Հողագործությանը պետք է առաջին, եթե նայում եք որպես բիզնես, հանկարծ չպետք է նայել մատների արանքով, որովհետև դու երբ որ մտար գյուղատնտեսության ոլորտ, ինքը չես կարող արտադրության նման սովորական ենթադրենք ինչ որ բանի արտադրություն ես դրել, այս տարի գործերդ լավ չի, կարող ես այդ արտադրամասը կանգնացնել, 2 տարի հետո նորից բացել։ Գյուղատնտեսությունը դու չես կարող տենց անել։ Այգիդ եթե այս տարի որոշեցիր չէ այգեգործությամբ չեմ զբաղվելու, այգիդ կչորանա, դու այդ ցիկլի մեջ մշտական ես, ընկնելու ես ու մշտական շարժվես։ Այսօր գիտությունը այնքան է զարգացել, գյուղատնտեսությունը այդքան տենց տանջալի, վատ գործ չի, էլի, նենց տեխնիկաներ կան, նենց հնարավորություններ կան, որ այդ ոլորտը քեզ մենակ հաճույք է պատճառելու։ Ու այդ ոլորտը Հայաստանում չզարգացած է, ունի մեծ ապագա, այսինքն եթե դու որ մտնում ես, դու լում ես առաջամարտիկներից մեկը, ոնց իմ ընկեր Դավթյան Դավոն չէ, ծնեբեկի առումով, այսօր Կովկասի ամենամեծ ծնեբեկի պլանտացիաներն, այսպես ասած, հիմնել։ Ու երիտասարդների համար կուզեինք գրավիչ լիներ, որտեղ ինք ունի մեծ ապագա։ Եվ հա, ես ինչու մտա այս ոլորտ, ես մի անգամ այս ամենասկզբից էլ միտքը ասեցի, Ուորեն Բաֆետն էր, կարծեմ, որ ասեց, ինչու եմ Coca-Cola-ի մեջ ինվեստիցիաներ անում, ինչու եմ այդ ոլորտներ անում, որտեվ մարդը ինչ էլ անի, մեկը պետք է ուտի։ Եթե մարդը ուտում է, ուրեմն այս ոլորտը միշտ արդիական է, միշտ թրենդային է։ Ու երբեք չհնացող մասնագիտություն չի։ Այս խորհուրդ կտամ։ Սնունդի ոլորտը շատ լավ։ Շատ հետաքրքիր զրույց էր, շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ շնորհակալ։ Կարելի է քեզ ժամերով լսել։
Դրա համար Արզինի երևելի կհանդիպենք, նորից կհանդիպենք, շնորհակալ եմ հրավերի համար։ Հարություն Մնասականյանն էր իմ հյուրը, կհանդիպենք հաջողություն։